Վասելիկների մասին, թե մի քիչ միամիտ է հնչում այս հարցը նոր Հայաստանի օրինաչափությունների համատեքստում ամեն դեպքում։ Իհարկե մեղմ ասած միամիտ է հնչում։ Ես ուզում ասել, որ Սամվել Կարապետյանն իրականում ոչ թե կամ ոչ միայն քաղբանդարկյալ է, այլ պատանդ է ուղղակի, որովհետև քաղաքական իշխանությունները ակնհայտ է, որ նրան ազատությունից կամ քաղաքական իշխանությունների հրահանգով հարուցված քրեական հետապնդումը ակնհայտորեն ազատությունից զրկելը նպատակ ունի հետ պահել նրան իր գործունեությունից եւ սա կարծում եմ վաղուց ծրագրված քայլ էր եւ ուղղորդված քաղաքական հստակ հայտարարություններով, քաղաքական հրահանգներով եւ ազատությունը զրկելը ամբողջությամբ տեղավորվում է դրա մեջ։ Ես դրա համար եմ ասում, որ իմ կարծիքով Սամվել Կարապետյանը պատանդի կարգավիճակում է։ Պարոն Թաթյան, տեսեք, այս ընթացքում մեղադրանքը, այսպես ասած, համալրվեց, նոր, այսինքն փոփոխվեց, նոր հանգամանքներ իբրև թե ի հայտ եկան համենայն դեպս պաշտոնական պարզաբանումն է դա, այս առնչությամբ ձեր դիտարկումները, արդյոք սա կապ ունի նաև Կարապետյանի առաջնորդությամբ, գաղափարական առաջնորդությամբ թափ առած այսպես շարժման հետ։ Գիտեք, այստեղ իրավաբանություն չկա, ես չեմ տեսնում այստեղ իրավաբանություն, այստեղ պարզապես քաղաքական հրահանգների իրավական ձևակերպում է արված եւ արդեն այս պարագայում անիմաստ է, գիտեք, հասկանալ այս հոդվածն է, այն հոդվածն է, ակնհայտ է, որ խոսքը քաղաքական հետապնդման մասին է, ինչ հոդված էլ ուզում ադրվի, քաղաքական հրահանգն է հիմքում։ Հիմա այս արդեն մեծ հաշվով նշանակություն չունի եւ ես այո դա կապում եմ Սամվել Կարապետյանի գործունեության հետ, եկեղեցուն պաշտպանելու նրա գործունեությանը եւ ես նրա արարքում քրեական հետապնդման մասնագետ լինելով քրեական հետապնդման որևէ նշույլ այստեղ չեմ տեսնում։ Պարոն Թաթյան, եկեղեցու մասին խոսեցիք, ես հենց այդ հարցին անդրադառնամ նաեւ այսօրվա իրողությունների համատեքստում առավոտ շուտ այսպես լույսը բացվեց եկեղեցականների 6 եկեղեցականների ձերբակալության եւ քննչական կոմիտետ անելու լուրով։ Այս առնչությամբ իհարկե ընթերցել եմ ձեր դիտարկումները, այդուհանդերձ նաեւ լայն հանրության համար խնդրեմ ասեք ինչի համար է այսպես արվում, հասկանալի է նաեւ որ արչեվում ինչպես նշել է Փաշինյանը, այսպես Էջմիածնի ազատագրման գործընթացն է, արդյոք նաև վեհափառի համար են ճանապարհ բացում այս ձևով։ Սա ակնհայտ է այսօր սկսված հետապնդումները, այսինքն այսօր չսկսված, շարունակվող այդ քաղաքական սցենարի մի արար, որ այսօր ուղղակի նախաձեռնվել է քահանաների ձերբակալումով, այնտեղ կա նաև աշխարհականներ եւ իհարկե առաջնորդը, թեմի առաջնորդը, ակնհայտ է վարչապետի կարգավիճակն ունեցող Փաշինյանը իր վրա է վերցրել միաժամանակ դատանի, դատախազի, քննիչի, օպերատիվ աշխատակցի լիազորություններ եւ դրա հենց այդ տրամաբանությամբ էլ գործում է քաղաքական հրահանգներով։ Սա գիտեք, ակնհայտ է, որ սա ես մի քանի անգամ շեշտել եմ, որ եկեղեցու նկատմամբ նրա գործունեությունը այլևս քրիստոնեության պաշտպանության հարց է եւ ինքը անընդհատ իրեն դիրքավորում է որպես հայոց եկեղեցու հետևորդ։ Չի կարող մի մարդ հայոց եկեղեցու հետևորդ քրիստոնյա լինել, եկեղեցու հետևորդ քրիստոնյա կոչվել, որ անընդհատ ատելություն է սերմանում, անընդհատ մարդկանց թշնամացնում է իրար, նրան քաղաքական թիմը նույն այդ կերպ է վարվում եւ տեսեք այսօր ինչ է կատարվում, ինչ է նշանակում այս հոդվածի նշանախ այդ հոդվածը ամբողջությամբ քաղաքական իշխանական քարոզչության արդյունք է, որ հստակ ծրագրված քայլերով եկան հասան ստեղ եւ արդյունքում էլ ինչ ենք տեսնում այդ քրեական օրենսգրքի հոդվածները, որոնք օգտագործվում են ռեպրեսիաների համար, հենց դուք տեսեք ինչ քայլերով են անում, եկեղեցիները փակել են, խուզարկում են, այնտեղ մեր սրբավայրերն են, մենք ստի գնում ենք եկեղեցի, ձեռք չենք ուզում տան խորանին, որովհետեւ դրանք սրբավայրեր են մեզ համար։ Կամ մարդկանց տները ինչպես է, ինչ այդ հոդվածի նշանակությունը որտեղ է, որ պետքա մարդկանց տներ գնան խուզարկեն, այսքան մարդ ձերբակալել, կանանավորել, քրեական դատավարության մեջ սրանք չլսված բաներ են, հասկանում եք, եւ նա սրանով, ես ուզում եմ նաեւ ասել հատուկ իրավապահ մարմիններին, նա սրանով հեղինակազրկում է հանրության աչքի առաջ իրավապահ մարմիններին, հեղինակազրկում է եւ ամբողջությամբ ավերում է մեր արժեքները։ Սա միայն պետք է այս տեսանկյունից դիտել, սրան ուրիշ հիմքեր, ուրիշ անուն պետք չէ տալ։ Պարոն Թաթյան, մարդու իրավունքների խախտում է արդյոք այն, որ ձերբակալել են, չնայած նրան, որ քննչական կոմիտեն հայտնում է, որ ոչ թե ձերբակալվել են, այլ հրավիրվել
հրավիրվել են հարցաքննության, մասնավորապես այս պարագայում, երբ որ մարդը հրավիրվում է հարցաքննության եւ նրա վայրը հայտնի չէ, սա արդյոք խախտում չէ ինքնին։ Նախ գիտեք, շատ կարևոր մի բան, մինչև անցնելը նորից էլի այն հիմնական թեմային, այստեղ մի կարևոր հարց կա։ Ազատությունից զրկելու հստակ մեխանիզմ կա։ Միջազգային չափանիշներով մշակված մեխանիզմ կա, ինչա նշանակում ազատությունից զրկել։ Ինչ ուզում եք անունը դնեք, գրեք հրավեր, ծանուցում, կանչել, բերել, բռնի տանել, այս ամբողջը, այս ամենը ազատությունից զրկել է եւ այն որ փաստաբանը այսօր ասում է, ես պարոն Զորաբյանի հարցազրույցը լսել եմ, ասում է տեղը չենք ինչ որտեղ են այդ մարդիկ, դու պատկերացնում ես սա ինչ է։ Սրանից ավել ռեպրեսիա, քաղաքական, այն էլ հրահանգով իրականացվող եւ շատ կարեւոր է մենք հասկանանք աղբյուրը, արմատը որտեղից է գալիս։ Տեսեք ինչ է տեղի ունենում։ Կառավարության ղեկավարի մակարդակով, այսինքն ամենաբարձր մակարդակով արվում է քաղաքական հայտարարություն, որոնք պարունակում են քաղաքական հրահանգներ իրենց մեջ։ Թաքնվածել չի անգամ բացայ, դրանից հետո հաջորդում են պատգամավորների քաղաքական հայտարարություններ, ուղղորդումներ դրան։ Հետո տեղի ունեն միանգամից իրավապահմանների գործողություններ, բայց որ առավել հատկանշական է։ Հələ տեսեք, ամեն անգամ այս գործողությունները շատ սիրուն համընկնում են ադրբեջանական իշխանությունների հոգևոր առաջնորդից եկող հայտարարությանը։ Ընդամենը մի քանի օր առաջ ադրբեջանական հոգևոր առաջնորդը էլի նորից գնացել էր միջազգային այս անգամ հանրության մոտ, էլի բողոքում էր հայոց առաքելական եկեղեցու դեմ, հայոց առաքելական եկեղեցին պատերազմի քարոզիչ է, ռևանշիստ է, բայց խաղաղության, բայց հələ ժողովուրդ ջան, դուք նայեք իրենց բառերը, մեկին մեկ համընկնում են, հələ մի հատ վերցեք տեսեք, ինչքան էլ ուզում է հերք են ասեն, չէ, փաստերը խոսում են բոլորովին այլ բանի մասին եւ այստեղ շատ կարեւոր է մտադրությունների բացահայտումները, դրա համար եմ ասում, որ սա ծրագրված, հստակ, միասնական քաղաքականություն է, ցավոք սրտի դրան մաս են դարձնում իրավապահ համակարգը, ես դրա համար ու դատական համակարգը նրանց բոլորին ասում եմ, որ սա նաև քայլ է հեղինակազրկելու իրավապահ մարմիններին ու դատարանին եւ այո սրանք հենց այդ հետապնդումներն են։ Թաթոյան, բայց Արմանյանը փաստաբան ասաց, որ երկու հոգեվորականի եւս ձերբակալել են։ Այսինքն ո՞ւց է դարձել։ Տնից բերման են ենթարկել, սակայն տեղ չեն հասվել, իսկ թեմի առաջնորդը ուղղակի անհետացել է։ Ժորժ ջան, այստեղ ընդհանրապես խոսք չկա ասելու, իրավական գնահատականներ չկա ասելու, ախր սա այնքան ակնհայտ է, այս հոդվածը ծիծաղելի քրեական դատավարության գիտության մեջ իրավական չափանիշներով միջազգային որ մեկը ուզում եք ձեռքները դրեք որ վրան ոչ մի չափանիշով սա չի ենթարկվում մեկնաբանության այս հոդվածներով այսքան մարդ ձերբակալել կալանավորել խուզարկություններ գալ տներից տանել ցույց չտալ գաղտնիության պայմաններում դիմակավորված դուք պատկերացնում եք սա ինչա այս հոդվածները ակնհայտ օգտագործում են ռեպրեսիաների համար սրանք պետք է իշխանափոխությունից հետո սրանք պետք է անմիջապես չեղարկվեն այնպես արվեն, որպեսզի այս հոդվածները ինչ էլ որ լինի իրականում ծառայի նպատակին սրանք դարձել են իշխանության քաղաքական հենարանը ապահովող հոդվածներ քրեական համակարգով ռեպրեսիաների համար։ Պարոն Թաթոյան, տեղյակ եք, որ Դանիել Հովհաննիսյանի ՀԿ հաղորդում ներկայացրել Տեր Արամի Պետրոսին տված հարցազրույցի հիման վրա է։ Տեղյակ եմ, տեսել եմ փաստաբանի հայտարարությունները, դե ինչ ասեմ։ Հիմա էլի իրավապաշտպան է պետք, որպեսզի իրավապաշտպանից պաշտպանենք մեր քաղաքացիների իրավունքներն։ Հիմա ինչքան էլ ուզում եմ մարդը արդարանա, ասի ես չեմ նպատակ չեմ ունեցել։ Փաստ է, որ ակնհայտ է, որ փոխանցում է կարծեք թե եղել այս հետապնդում, կարծեք թե որ հենց այդպես էլ կա։ Եվ ավելին ասեմ ձեզ, հələ տեսեք ինչ այսպես խելացի ճակերտներում ասած քայլ է իրենց տեսանկյունից, ոչ թե իրենք են անձամբ նախաձեռնել պետությունը, այլ քաղաքացիական հասարակության այսպես անկախ հայո հնկը է դիմել, ինչ ա եղել, բա ՀԿ-ն էլ դիմել է, բա ոնց չանենք, բա պետքա քրեական հետապնդում, բա անօրինականությունը ոնց թողենք մնա։ Հələ դու տեսեք ինչ հստակ կապվում է, սա այս շղթան շատ պետք է հստակ հասկանալ։ Եվ ես կարծում եմ առաջնահերթ նշանակությունն այստեղ ինքնուրույն քաղաքացիական հասարակության ձևավորումը, որ թույլ չտանք նման բաներ։ Շնորհակալ։ Եվ չէ, մեկ հարցադրում ես ունեմ Հայաստանի վարկանիշի տեսանկյունից, որպես նաև իրավապաշտպան, մարդու իրավունքների նախկին պաշտպան, ինչպես է գնահատում ես իրողությունները։ Սա այս ամենը Հայաստանի միջազգային վարկանիշին, սա ասում եմ որպես Հայաստանի քաղաքացի, որպես ցանկացած դերակատարումով որ վերցնեք, սա պարզ մարդկային հստակ բնորոշում է։
սա Հայաստանի կամ իրավիճակ է, Հայաստանի միջազգային իմիջը լրջորեն վնասող հարց է սա։ Հələ դուք տեսեք նաև ինչ է կատարվում։ Հիշում եք այս ռեպրեսիաների ֆոնին բառապաշարը բա օգտագործող։ Ամբողջ միջազգային մամուլը ծաղրում է մեր բարձրաստիճան պաշտոնյաներ, սկսած կառավարության ղեկավարից սկսած, ինչ բառապաշար է օգտագործում։ Այո, միջազգային իմիջը ժողովրդավարության համակարգը սա վնասում է։ Այս ռեպրեսիաները օրինակ են, թե ինչի է բերում անձնիշխանությունն ու կուսակցապետությունը, եւ սա ժողովրդավարական Հայաստանի իմիջին ուղիղ հարված է, շատ ուժեղ հարված է, դրա համար պետք է վերացնել այս անձնիշխանությունը, որ մեր մոտ լինեն ինստիտուտներ, որ ով էլ ինչ ուզում անի, չլինեն sense ռեպրեսիաներ, կախված է մարդու կամքից։ Այսօր արթնանում է քրիստոնյա, այսօր արթնանում է քրիստոնյա է, վաղը արթնանում է ուրիշ է, ուրիշ տրամադրությունով, որ դրանով չի կարող երկրի ղեկավարի գործողությունները պայմանավորված լինեն։ Դուք քաղաքական հայտ եք ներկայացրել, չեք վախենում ռեպրեսիաներից։ Այստեղ քաղաքական հայտի հարցեր ես չեմ, ես եկել եմ աջակցելու Սամվել Կարապետյանին։ Ես չէ, դուք ռեպրեսիաները գիտեք ինչ կա, եթե մենք չհելնենք, չպայքարենք այս ամեն ինչի դեմ բոլորով միասին, որպեսզի ձերբազատվենք այս ապօրինություններից, հետո դրանից հետո ինչ է, ակնհայտ է, որ այստեղ նման կատեգորիաներով խոսելը անիմաստ է։ Հիմա ես նաև ասում եմ, որ մենք եկել ենք այստեղ աջակցելու, ես եկել եմ աջակցելու Սամվել Կարապետյանին, որպես հանրահռչակ հայ, ով բարեգործություններ է արել, բարերար է մեծ եւ գտնվում է հիմա ապօրինի կալանքի տակ եւ ինչպես ես ասացի, իմ համար նրա այստեղ իրավաբանություն չկա ընդհանրապես եւ այստեղ խոսքը գնում է արդեն պատանդարության մասին։ Հասկանալի է, շնորհակալություն։ Հարգելի արդեն շատ տարան։